Եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո հարգելի հետևորդներ, կարևոր լուրերը նախ համառոտ։ Փամփուշտներից զարդեր, բունկերներից ակումբներ, սիմվոլիկ խաղաղության վերադարձը կամ Փաշինյանի նոր խաղաղության ճարտարապետությունը։ Ես չկարողացա բացատրել, նա կարողացավ խաբել Սերժ Սարգսյանի ծանր խոստովանությունը հրաժարականից 8 տարի անց։ 3-4 ժամ կամ 4000-ից 5000 դրամ Իսակովով կենտրոն հասնելու համար, ինչ են պատմում բնակիչները։ Պայքարը շարունակվում է, ժամը 20-ին Երևանում կմեկնարկի ջահերով երթը, հազարավոր երիտասարդներ Հանրապետության հրապարակից ջահերով կբարձրանան Ծիծեռնակաբերդ։ Իրանի հետ առնչվող 34 նավթատար անցել է Հորմուզի նեղուցը, իսկ Հնդկական օվկիանոսում իրանական նավ են կալանել։ Ռմբապաստարանները որպես մայրիկների ակումբներ, փամփուշտները որպես զարդեր։ Հայաստանի իշխանության խաղաղության պատկերացումները տարիների ընթացքում կարծես չեն փոխվել։ Փոխվել է միայն իրականությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարում է, որ դպրոցներ ու մանկապարտեզների ռմբապաստարանները կարող են դառնալ երիտասարդ մայրիկների հանդիպման, կրթության եւ ժամանցի կենտրոններ։ Տարածքներ, որոնք կառուցվել են պատերազմի համար, առաջարկվում է օգտագործել խաղաղ կյանքի համար։ Սա հիշեցնում է 2018-ը, երբ Աննա Հակոբյանը վստահեցնում է, որ փամփուշտները կարող են վերածվել զարդերի եւ մայրերի սիրո առաջ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները։ Բայց այդ սիմվոլիկ խոսքերից ընդամենը 2 տարի անց պատերազմը ոչ թե հալեց փամփուշտները, այլ խլեց հազարավոր երիտասարդ կյանքեր։ Այսօր նույն տրամաբանությունն է միայն նոր ձևակերպմամբ։ Ռմբապաստարանները դեռ կան, բայց առաջարկվում է մոռանալ դրանց իրական նշանակության մասին։ Փաշինյանի այսօրվա ճեպազրույցը ընդգրկում է գրեթե բոլոր զգայուն թեմաները։ Նախ պարզվեց Ադրբեջանից արձագանք պետք չէ Փաշինյանին իր ռազմավարական առաջարկի վերաբերյալ։ Հետո պարզվեց Ղարաբաղյան շարժումը չի ծառայել Հայաստանին, իսկ հոգևորականներն էլ պետք է հարկ վճարեն։ Չմոռացավ նաև անձնական կյանքի դրամատիկ զարգացումները։ Մանրամասները տեսանյութում։ Երբ որ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ այդ որոշման հետ եւ ես բնականաբար այդ տրամաբանությամբ նաեւ ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա։ Այս հայտարարությամբ կառավարության ղեկավարը արձագանքեց իր ընտանիքի շուրջ շրջանառվող հարցերին, անդրադառնալով Աննա Հակոբյանի հետ հարաբերություններին, հատուկ ընդգծելով, որ իրականում կյանքը շատ ավելի բարդ է, քան թատրոնը։ Անձնական կյանքի մասին հարցերը չշարունակվեցին եւ հերթը հասավ քաղաքական հարցերին։ Փաշինյանը չի պատրաստվում Ստեփանագերտի մայր եկեղեցու ոչնչացումը միջազգային հարց սարքել։ Պնդեց, նման թեմաների նկատմամբ պետք է լինել շրջահայաց, որովհետեւ նման թեմաները երկսայր սուր են։ Ինչպես նոր կտակարանում ասվում է, որ մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ ինչպես նոր կտակարանն է ասում, դատվելու կտակարանը իր ընթերցողներին ասում է դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով, որ դատելու եք։ Սա կարող է նպաստավոր հենք հանդիսանալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակմանը։ Հաշվի առնելով, որ այս քաղաքականությանը զուգահեռ, երբ որ երկու եկեղեցի հիմնովին ոչնչացվեց, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է Հայաստանին մեղադրում Չակերտեղի մշակութային ցեղասպանության մեջ։ Պետք է ել ավելի ագրեսիվ քաղաքականություն բարենք եւ ցանկացած հուշարձանի հետ կապված կլինի ոչնչացում թե վանդալիզմի այլ դեպքեր, դարձնենք միջազգային քննարկման առարկա։ Հերթը հասավ եկեղեցի պետություն հարաբերություններին եւ հարկային դաշտին։ Ըստ Փաշինյանի կառավարությունը պատրաստ է վերադարձնել հայաստանյաց առաքելական եկեղեցու գործունեությունից գոյացած եւ գանձված հարկերը, ընդգծելով ֆինանսական թափանցիկության ապահովման անհրաժեշտությունը։ Նրա թիրախը դարձյալ վեհապարներ։ Իսկ ինչու պետքա մենք հայաստանյաց առաքելական եկեղեցու հետևորդները չիմանան, որ օրինակ մոմի վաճառքը ինչքան շրջանառություն է ապահովում։ Հետո ինչ են լինում այդ փողերը։ Դա նրա համար է, որպեսզի օրինակ Կտրիչ Ներսիսյանի զարմիկները բանով G դասի Mercedes-ով պատտվեն։ Բարվա կտրվածքով, ասենք վաճառած մոմի շավիթը կարող հնարավորություն է տալիս ունենալ մեկ մոմավաճառ, մեկ հավաքարար, մեկ երկչուհի,
կոմունալ ծախսեր եւ 2 ուսուցչուի կրկանում։ Եվ քարտային համակարգով տրամադրվում լրիվ թափանցիկ, լրիվ բարձ։ Ճեպազրույցի ընթացքում Փաշինյանն անդրադարձավ նաև ներքաղաքական զարգացումներին եւ առաջիկա ընտրություններին։ Նրա խոսքով նախկին իշխանությունները փորձում են վերադառնալ քաղաքական դաշտ նոր ձևաչափերով, սակայն նույն դերակատարներով։ Ավելին քաղաքական հակառակորդներին, ՀԱԿ-ին եւ Դաշնակցությանը դրեց մեկ ընդհանուր ափսեի մեջ։ Հեղափոխությունից առաջ թվում էր, թե քաղաքական դաշտում կան ազատականներ, չգիտեմ, այլ հայացքներ։ Ուրեմն հիմա ինչ պարզվեց։ Պարզվեց, որ ասենք, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, զտարյուն։ Այդ մնացածը բան է, թատրոն էր, խաղ էր։ Ընդ որում, ըստ Փաշինյանի Տեր-Պետրոսյանը ամենաանհաջողակ եւ ամենաանհաջող դաշնակցականն էր։ Դե գրետ Հայաստանի պատմության մեջ Հայաստանի ամենամեծ վնաս տված մարդու գնահատականին ոնց կարելի է գնահատականը լուրջ ընդունել։ Ու կրկին Երևանի խցանումների մասին խոսելիս արդարացումների ֆոնին Փաշինյանը հիշեց Երևանի նախկին քաղաքապետին ու Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Փաշինյանի խոսքով Երևանի նախկին քաղաքապետը եւ Գյումրիի ղեկավարները բացահայտ կամ ոչ բացահայտ գործել են կառավարության դեմ։ Գյումրու ճանապարհները վատն են, իսկ դրանից դուրս ամեն բան կարգին է։ Մեր կառուցած բանը շատրվանը միացնում են Դոլյա Վարավսկա երգում։ Հիմա հույս ունեմ երգում է Դոլյա Վարավսկան առավոտի դիկով։ Եվ վերջում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի նախատեսում ակտիվացնել աշխատանքները հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում եւ ապասառեցում չի լինելու։ Միաժամանակ նա նշել է, որ երկիրը կարող է ապագայում թե դուրս գալ կազմակերպությունից, թե մնալ կախված իրավիճակից։ Մինչ գործող իշխանությունը խոսում է արդեն աշխատող խաղաղության բանաձևի մասին, քաղաքական դաշտում կրկին բացվում է 2018-ի պատմության էջը։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարականի 8-ամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, անդրադառնալով իր ամենադժվար քաղաքական որոշմանը՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելուն եւ դրան հաջորդած հրաժարականին։ Նրա խոսքով այդ որոշումը դառնալու է իր ամենամեծ քաղաքական սխալը։ Միքայել, որը ինչպես ինքն է ձևակերպել, չի կարողացել բացատրել հանրությանը, իսկ նրա քաղաքական հակառակորդը Նիկոլ Փաշինյանը կարողացել է խաբել։ 2018 թվականին ես առաջադրվեցի, որպեսզի երաշխավորեմ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, որպեսզի սահմաններին չլինի այրունահեղություն, ապա հրաժարական տվեցի, որպեսզի սահմանների ներսում թույլ չտամ այրունահեղություն։ Իսկ այսօր իմ հրաժարականից 8 տարի անց ժողովրդի մի ստվար մաս համարում է, որ Նիկոլի իշխանությունը կա այնքան ժամանակ, քանի դեռ նրա դեմ քաղաքական պայքարի առաջին շարքում նախկիններն են։ Հայաստանն իր արմատից կտրած ծնկի բերած պարտքի մեջ թողած ու ստով հեղեղած խմբակը պետք է հեռանա։ Այլընտրանքը սարսափելի է, սարսափ մեր երկրի, մեր ժողովրդի ու հաջորդ սերնդի համար։ Սարսափը հենց իրենց համար, պարզապես իրենք էլ դեռ չեն գիտակցում։ Արթնանալ է պետք, որ հետո ուշ չլինի։ Բագրատ Սրբազանը կալանքի տակ կմնա եւս 2 ամիս։ Սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը նախագահող Կարեն Ֆարխոյանը 1 ժամ առաջ մասնակիորեն բավարարեց դատախազի միջնորդությունը, որն առաջարկել էր Բագրատ arczepiskopos Գալստանյանի կալանքը երկարաձգել եւս 3 ամսով։ Քրեական դատավարության զգրքի 43 հոդվածով դրված պարտականությունները չկատարելու ռիսկերը, ինչպես նաև նվազ ռիսկը հանցանք կատարելու այս պահին չեն վերացել, չեն փոփոխվել, այսինքն իրավաչափության պայմանները չեն փոխվել։ Եվ արտադրանքային խափանմիջոցների իզոլացիա վաճառ օրինական վարկագիծը ապավելու հետևաբար խափանմիջոցի ժամկետը 2 ամսով կերկարացվի։ Մինչ վճռի հրապարակումը Սրբազանը իր խափանման միջոցի մասին հայտարարել էր, որ ոչ ակնկալիք ունի, ոչ էլ ցանկություն, ոչ էլ երազանք, նաև կոչով դիմել է ընդդիմադիր դաշտին։ Իրար մի թիրախավորեք, իրար կյանք մի կերեք, ձեր կյանքը անձնական եւ ոչ էլ անցած ճանապարհը ավելի մեծ չի, քան մեր պետությունն ու մեր հայրենիքն ու մեր գոյությունը։ Ինչ բարի, ինչպես այսօր հռչակել եք, մեկ դատ, մեկ պայքար, ես էլ ավելացնում եմ մեկ հաղթանակ։ Այդ հաղթանակի հետևից գնացեք, իրար հետևից մի գնացեք։ Համախմբվեք այդ ծրերի բարեխոսության եւ հովանու ներքո։ Վերջապես մի ժամանակ թող գա, որ դուք
յուրաքանչյուրս, այո, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, ձեզ ավելի քիչ գնահատեք, քան մեր պետությունն ու երկիրը, հայրենիքը եւ այս ժողովուրդը։ Քիչ գնահատեք ձեզ։ Ձեր կյանքը ոչ մի բանի արժեք չունի։ Խոտի պես, ծաղիկի պես եկող գնացող կյանքը մեր կյանքը։ Հավաքվեք, թողեք ձեր մեղքերը մի կողմ եւ մեղքերով իրար հետ մի հարաբերվեք, արդարությամբ հարաբերվեք։ Եվ այո, հաղթանակն չի ուշանա։ Միաժամանակ արտգործնախարարության նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանին դատապարտել են 2 տարվա ազատազրկման։ Հրապարակի մեր գործընկերներին պաշտպան Աբգար Պողոսյանն ասել է, որ երբևէ դժվար գտնենք այս հոդվածով նախկինում դատված անձ, որ փաստացի ազատազրկման ենթարկված լինի։ Միջին ծանրության հանցանք է, սկսվում է տուգանքից։ Նրա խոսքով թե պատժի, թե մեղավորության համար բողոքարկելու են վերաքննիչ դատարան, քանի որ արարքում հանցանք չկա։ Հիշեցնեմ, որ Ալեքսանյանին մեղադրում էին լրտեսության կամ պետական դավաճանության համար, բայց ավելի ուշ փաստաբանը տեղեկացրել էր, որ Ալեքսանյանը հանիրավի է հանրային պարծավանքի ենթարկվել, որովհետև պետական դավաճանության մեղադրանքով արդարացվել է։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել լիազորությունները չարաշահելու համար։ Իսկ հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի տնային կալանքը երկարաձգվել է 3 ամսով, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Հիշեցնեմ, որ Խաչիկ Գալստյանը ձերբակալվեց դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը, նրան մեղադրում են վաղաշաբաթում նոյեմբերի 16-ի ավականու ընտրությանը ընտրակաշառք տալու համար։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարապետ Բուրնազյանի մորը Անահիտ Պատատյանին բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին բացատրություն տալու համար։ Առիթը համացանցում տարածված տեսանյութն է, որում երևում է, թե ինչպես է կինը շիշը նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։ Ի դեպ, միջադեպը տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարին, սակայն արձագանք է ստացել ավտոբուսի վարորդի վնասվածքի հետ կապված վերջին դեպքի ֆոնին։ Կնոջ խոսքով շիշը նետել է, որովհետև վարորդը հայհոյել է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մայիսի 5-ին Հայաստան կատարելիք պետական այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի խոսքով այս փաստաթուղթը երկար ժամանակ քննարկվել է եւ հանդիսանում է այցի օրակարգի առանցքային կետերից մեկը։ Բացի այդ, կստորագրեն ռազմատեխնիկական գործակցության, կրթության եւ արհեստական բանականության ոլորտներին վերաբերող համաձայնագրեր։ Պաշտոնական Երևանը խոստանում է, որ այցը լինելու է բավական հագեցած եւ նոր մակարդակի է բարձրացնելու հայ-ֆրանսիական հարաբերությունները։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի որդին Սարգիս Կարապետյանը դիմել է Մակրոնին, շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որով ներկայանում է միջազգային հանրությանը։ Monsieur le Président, Դուք Հայաստան եք գալիս մի մարդու հրավերով, որին դուք անվանում եք ձեր ընկերը, բայց որը հայ ժողովրդի թշնամին է։ Նա երկրում ստեղծել է իրավական քաոս, հարձակվելով մեր եկեղեցու, Սփյուռքի եւ նրա քաղաքական հակառակորդների վրա։ Ընտրություններից առաջ դուք նրան տալիս եք եւս մեկ հնարավորություն խաբելու հայ ժողովրդին։ Այդ հանդիպումը անիմաստ է, քանի որ 2 ամսից Սամվել Կարապետյանն է լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Նա տնային կալանքի տակ է եւ ձեզ համար կարեւոր են դեմոկրատական արժեքները։ Հրավիրում ենք ձեզ Սամվել Կարապետյանի հետ հանդիպման։ Եվ մինչ իշխանությունը պատրաստվում է բարձրաստիճան հյուրերի ընդունելությանը եւ դրանով բացատրում նաեւ Իսակովի պողոտայի նորոգումը, մարդիկ արդեն 1 շաբաթից ավելի է տնից աշխատանքի եւ աշխատանքից տուն են հասնում ներվային վիճակում, ամեն օր նույն փակ ճանապարհների, անորոշ երթուղիների եւ անվերջ խցանումների միջով։ Մարդիկ ստիպված են ժամերով սպասել կենտրոն գնացող որևէ երթուղայինի, իսկ տաքսիների վարորդները պարզապես հրաժարվում են վարել առավոտյան պիկ ժամին, նույնիսկ 4000-ից 5000 դրամով։ Կարճ ասած, Էջմիածնից, Զվարթնոցից կամ Փարաքարից կենտրոն հասնելու համար պետք է նախատեսել 3-ից 4 ժամ կամ 4-ից 6000 դրամ։ Առանձնացրել ենք ստեղծված վիճակի վերաբերյալ համացանցում մարդկանց բողոքներն ու մեկնաբանությունները։ Երևանը որպես մայրաքաղաք պահանջում է այլ մակարդակի կառավարում, համակարգված, հաշվետու եւ պատասխանատու։ Քաղաքը չի կարող ապրել անակնկալ փակ ճանապարհներով, ձգձգվող շինարարությամբ եւ անորոշությամբ։ Սա արդեն ոչ թե անհատական սխալների, այլ համակարգային մոտեցման հարց է։ Վերջի վերջո քաղաքի նկատմամբ սերը չափվում է ոչ թե հայտարարություններով, այլ այն պարզ բաներով, որոնք քաղաքացին ամեն օր տեսնում է՝ հարթ ճանապարհ, կանխատեսելի երթևեկություն եւ հարգանք իր ժամանակի նկատմամբ։ Երբ այս երեքը բացակայում են, ցանկացած հռետորաբանություն կորցնում է իր արժեքը։
Այսօր իմ ամենօրյա աշխատանքի ճանապարհն անցել եմ գրեթե 4 ժամում։ Աստված գիտի թե քանի տրանսպորտ փոխելով ու վերջում ստիպված տաքսով Երևանում շրջանցումներ կատարելով։ Քանի որ Իսակովի պողոտան կիսափակ էր։ Ու ոչ մեկ չգիտեր, թե որ հանրային տրանսպորտից որ համարի ավտոբուսը ուր է ու որտեղով է անցնելու։ Եթե այս տարբերակով փորձում են մարդկանց մոտ առողջ ապրելակերպ քարոզել, ոտքով քայլել է գովազդելով, շատ վատ տարբերակ է։ Իսկ եթե նախընտրական քաոս են ուզում ստեղծել, որ բոլորի մոտ առաջնայինը քաղաքի խցանումներն են ու այլ կարևոր լուրերը ուղղակի ծածկվում են, ապա հիանալի են մտածել։ Ինչ խոսք։ Իսակովի շրջանցեք Ժողջան, անհույս վիճակ էր։ Ժող, զգացել եք վերջին մի երկու ամիսը մի ուրիշ կարգի աննախադեպ եւ անբռնազբոս խցանումներ են լինում։ Լավ, ի՞նչն է պատճառը։ Մեքենայով 2.5 ժամում հասել եմ Էջմիածնից կենտրոնի մեր օֆիս։ Անընդհատ մտածում եմ, հնարավոր չէր ավելի շուտ պլանավորել ասֆալտապատման աշխատանքները, բաժանեին ինչ-որ ամիսների մեջ, որ ամեն կողմից կատվածահար չլիներ մայրաքաղաքը, այլ լուծումներ էլ կիրառեին դեպի Երևան մուտքի անհրաժեշտությունը հնարավորինս նվազեցնելու համար։ Չի կարող լավ բանն այսքան դժվար տրվել։ Այսօր մեր 78 տարեկան տատիկը ստիպված է եղել հաղթանակի կամուրջից 3-րդ մաս ոտքով հասնել, քանի որ Իսակովի վրա անանցանելի խցանում էր։ Այո, տատիկի եռանդը տեղում է, Աստված պահապան իրեն։ Ճանապարհին մի քանի անգամ մարդկանց է տեսել, որոնք ճամպրուկներով քայլում էին դեպի օդանավակայան, որովհետև եթե մնային Երևանի տրանսպորտի հույսին, ապա կուշանային թռիչքներից։ Այս գրածս նաև $2 Լառնակայի թռիչքի տոմս ու Wizz Air-ին պետբյուջեից սուբսիդավորում ենք, որ էժան տոմսերով տուրիզմը զարգանա ասողների համար է։ Ու մեկ էլ բարեփոխում բառը դրոշ սարքողների։ Ընտրություններից առաջ կբացենք, ասեն տեսակ ինչ արեցինք։ Մի քիչ էլ եւ մենք կբացենք Իսակովի պողոտան։ Վաղն էլ է նույն վիճակում լինելու։ Շարժ կա։ Այսօր ժամը 25 կսկսվի ավանդական ջահերով երթը։ Այն մեկնարկելու է Հանրապետության հրապարակից։ Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Բաղրամյան պողոտա, Կևյան փողոց երթուղով ջահակիրները կհասնեն Ծիծեռնակաբերդի բարձունք։ Այս տարվա ջահերով երթի կարգախոսն է պայքարը շարունակվում է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Իսկ ինչպես է ստեղծվել ջահերով երթի գաղափարը եւ ինչ խորհուրդ ունի, Անիա Բաղյանն է պատմում։ Պայքար վրեժ հատուցում։ Ցեղասպանության մոռացվող պահանջատիրությունը վերականգնել էր պետք, որի սկիզբը ջահերթով սկսվեց, հիշում են առաջին կազմակերպիչներից Մհերն ու Վաղարշակը։ Երիտասարդ էինք, է։ Սկսեցին 1999 թվականին 150 ջահակիրով, ջահել մի ասա, մի կավեշի իշկատակում են։ Իսկ հիշում ես ջահերը ոնց մեջտեղ բերեցինք, ոնց ապահովեցինք։ Սկիզբը բանն էր, այդ Պահածոյի տուփերով էինք ուզում անեինք, եթե չեմ սխալվում ինչ-որ տեղից էլ այդ ներքնակ էինք գտել, որի մեջ բուրդ էր, թե ինչ էր, այդպես լցոնում էինք։ Եթե ամենաերկար վառը։ Հա, ամենաերկար տարբերակը դա էր մոմերով չէ, բայց հետո Քանաքերավանից արվեստի դպրոցի շշերի պատմությունը բռնեցին, շշերը կտրեցին, կավե շշերի տակը կտրեցինք, ինքը դարձավ ջահ։ Տարեցտարի շատացան ջահերը, ջահակիրներն ու պահանջատեր մարդիկ։ Կավե ջահերին փոխարինելու եկան երկաթե ջահերը, ավելացավ Հայաստանի ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները, երաժշտությունը։ Պահանջատիրության ջահը միշտ բարդ է։ Պահանջատիրությունը դարձավ ավանդական։ Թեպետ ջահերթի կազմակերպիչը հայ հեղափոխական դաշնակցությունն էր, բայց այն վաղուց վեր է կուսակցական շարժում լինելուց, վերածվել է համահայկական միջոցառման։ Պահանջատեր ենք եւ պայքարի կոչ էր։ Ոչ միայն ցեղասպանություն ճանաչեցնելու հարցում, այլ նաեւ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները, որ դժբախտաբար հիմա դիտավորյալ փորձում են մոռացության տան։ Արցախյան առաջին հաղթանակն էր ոգևորել երիտասարդներին ցեղասպանության մասին ավելի բարձր խոսելու համար, հիշում են ընկերներն ու շարունակում։ Արցախի կորուստն ու պետական մոտեցումը փորձ է ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության ջահերթի գաղափարի նսեմացման։ Ժողովրդի մեջ հայի տականքը գլուխ բարձրացրեց ու
Այսօր հարցականի տակ է դրված եւ Հայաստանի պետության, չունենք Արցախը, ժամանակավոր, բայց ցեղասպանության հարցն է կասկածի տակ դրվում։ Բոլոր մասնակիցները, ովքեր որ մեկ անգամ գոնե մասնակցել են, վստահաբար կզգան տարբերությունը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալու, որպես սգո օր, որպես հիշատակի օր եւ ապրիլի 23-ին, որպես պահանջատիրության օր Ծիծեռնակաբերդ բարձրանալու։ Պահանջատիրությունը միակ կանխող միջոցն է Թուրքիայի եւ Ադրբեջանի վարող քաղաքականության դեմ, որը քաղաքական ակցիայով ջահերթով սկսվել է, բայց չպետք է ավարտվի։ Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացվում է ոչ միայն ուսումնասիրություններով, այլ նաև վավերագրական նյութերով եւ անձնական վկայություններով։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բացվել է նոր ցուցադրություն, որտեղ հավաքագրվել են օտարազգի եւ հայ վկաների փաստագրական նյութերը։ Ցուցադրությանը ներկա է եղել Սեդա Մակարյանը։ Դուք չէիք կարող ամեն օր ձեր ձեռքերում մեռնող երեխա գրկել ու անհաղորդ մնալ նրանց օգնության կոչերին։ Դժվար գտնվի մեկ հայ, որը չի սքացել իր ընտանիքի անդամներից որևէ մեկի կորուստը կոտորածների պատճառով։ Ավստրիալացի մարդասեր Էդիթ Մեյ Գլենվիլ։ Հայ երեխաներին տեղավորելով նավակների եւ բեռնանավերի վրա նետեցին ծովը եւ խեղտամահ արեցին։ Բարիադրոսի Սարահարթը ծածկված էր հայերի դիակներով։ Խրիստիանոս Ֆիլիպիդիս ույն հոգևորական։ Երբ հայերը լքեցին պատմական սրբավայրը, Վարագավանքը, իր նմանը չունեցող հազարամյա գրադարանով այն ընկավ թուրքերի ձեռքը։ Վերջիններս ամբողջովին հրկիզեցին այն։ Մեհմեդ Ջելալբեյ, արաբ գործիչ։ Սրանք հայոց ցեղասպանության մասին օտարազգի վավերագրողների վկայություններն են, որոնք այսօր ցուցադրված են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում։ Ցուցադրություն, որտեղ նմուշները պատմում են իրականության մասին, որտեղ ամեն իր պատմության ամենադաժան էջերի լուռ վկան է։ Ապացույցը մարդկային անաղոքության ու աշխարհի անտարբերության։ Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բացվել է փաստագրելով հանցագործությունը, Հայոց ցեղասպանությունը վերապրողների առաջին վավերագրումները խորագրով ժամանակավոր ցուցադրություն է։ Սրանք պարզապես փաստերի հավաքածու չեն։ Դրանք մարդկանց ձայներն են, որոնք հրաշքով փրկվելով մահից հրաժարվեցին լռել։ Անձնական ցավը մի կողմ դնելով նրանք ձեռնամուխ եղան մի գործի, որն այսօր ունի ոչ միայն պատմական, այլև քաղաքական եւ իրավական նշանակություն, արձանագրել հանցագործությունը, փաստել իրականությունը եւ պահպանել հիշողությունը։ Այս վկայությունները այնքանով են կարևոր եւ բացառիկ, այսինքն քանի որ դրանք հավաքվել են թարմ հիշողությամբ եւ հենց այդ ուրեմն դեռ արհավիրքի տարիներին։ Հայոց ցեղասպանությունից մազապուրտ եղած հայ եւ այլազգի վավերագրողների մոտ 2 տասնյակ բացառիկ էջեր են ցուցադրվում թանգարան ինստիտուտում։ Թանգարան ինստիտուտի գիտաշխատողն առանձնացնում է Վահան Տերյանի կատարած աշխատանքը։ Բանաստեղծը Երևան տեղափոխված որբերի վերապրածը հավաքագրել է խաղ դասի միջոցով, չվնասելու համար նրանց առանց այդ էլ անկայուն հոգեբանությունը։ Դրանք այժմ ցուցադրված են թանգարանում։ Նպատակ ուներ հավաքել այդ երեխաներից իրենց պատմությունները, բայց բնական է հաշվի առնելով երեխաների հուզական ներաշխարհը, ինքը դա փորձում է կազմակերպել խաղ դասի միջոցով եւ հանձնարարում է շարադրություններ։ Այստեղ ներկայացված են այդ շարադրություններից մի քանիսը, որտեղ երեխաները իրենց ուրեմն, այսինքն իրենց աչքերով են ներկայացնում կատարվածը, նրանցից որոշները մասնակցել էին Վանի ինքնապաշտպանությանը։ Զտեղված էին նաև տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք արել էին այլազգի ներկայացուցիչները։ Տեսանյութերում հիմնականում որբերն էին, որոնք ձեռքերն օդ պարզած սնունդ էին խնդրում։ Որոշներն էլ ծանր աշխատանքներ էին անում թուրք գործատուների մոտ։ Նմուշներին ծանոթանալու էին եկել Հայաստանում, Ռուսաստանի, Կիպրոսի, Կանադայի, Վենետիկի արտակարգ եւ լիազոր դեսպաններն ու պատվիրակության անդամները։ Ժամանակավոր ցուցադրությունը հասանելի է լինելու մինչև 2027 թվականի ապրիլ ամիսը։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Այժմ Մերձավոր Արևելքում չավարտվող պատերազմի մասին։ Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ժամկետը մինչև կիրակի, ապրիլի 26-ը։ Սակայն միջազգային պարբերականները գրել են, որ իսրայելցի պաշտոնյաները կասկածում են, որ նոր ժամկետի ընթացքում համաձայնություն ձեռք կբերվի, քանի որ երկու կողմերն շարունակում են ամուր դիրքեր գրավել բանակցություններում։ Իսկ Հորմուզում պայքարը շարունակվում է։ Բլումբերգի տվյալով Իրանի հետ առնչվող 34 նավթատար անցել է Հորմուզի նեղուցով չնայած ԱՄՆ սահմանափակումների։ Նշվում է, որ դրանք շարունակել են գործունեությունը անտեսելով բլոկադան կամ ամերիկյան պատժամիջոցները։ Իսկ Պենտագոնը հայտնել է, որ Հնդկական օվկիանոսում իրանական նավթ տեղափոխող լցանավ են կալանել։ Հարգելի հետևորդներ, այսօր եւ վաղը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը ABC մեդիան աշխատելու է առավոտից կեսգիշեր հատուկ ռեժիմով։ Մեր եթերում ուղիղ միացմամբ կարող եք հետևել ջահերով երթին, իսկ վաղը չընդհատվող ուղիղ հեռարձակում կապահովենք նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից։ Այսօր դրատվական թողարկումներ կունենանք նաեւ ժամը 21-ին եւ 24-ին։ Եվ վերջում հիշողության եւ արդարության պայքարի մի դրվագ։ Հայոց ցեղասպանությունը ծրագրած գլխավոր կազմակերպիչներից մեկը, Բեհբուդ Խան Ջավանշիրը, պատժվեց Նեմեսիս գործողության շրջանակում։ Սա այն պատմական էջերից է, որտեղ պահանջատիրությունը դուրս եկավ հայտարարություններից եւ դարձավ կոնկրետ գործողություն։ Թե ինչպես էր իրականացվում այս գաղտնի գործողությունը, ովքեր էին դրա մասնակիցները եւ ինչ նպատակ էր այն հետապնդում, դիտենք Ամրոց հիմնադրամի պատրաստած ֆիլմի 5-րդ մասը։ Իսկ մենք կհանդիպենք վաղը, առայժմ։ 1918 թվականին Ստամբուլի ռազմադաշտային դատարանների սահմանած պատիժը հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչների նկատմամբ այդպես էլ գործիչ դրվեց։ Պատճառը մեծ տերությունների քաղաքական երեսպաշտությունն էր եւ Մուստաֆա Քեմալի հայատյաց դիրքորոշումը։ Արդարություն թախանձող, բայց ձեռնունայն մնացած հայությանը քաղաքագիտ աշխարհը չթողեց այլ ելք, քան դիմել այրուն ռուշ դիցուհու հովանավորությանը։ «1919 թվականի աշնանը Երևանում ընթացող դաշնակցության 9-րդ համաժողովին գաղտնի վճիռ կայացվեց ոչնչացնել 1915 թվականի հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներին։ Ծրագիրը հին հույների վրիժառության աստվածողու պատվին ստացավ Նեմեսիս անունը։ Նեմեսիս ծրագրով ոչնչացման ենթակա հանցագործների ցանկում հայտնվեց նաև Բեհբուդ Խան Ջավանշիրի անունը։ Բեհբուդ Խան Ազատ Խան Օղլի Ջավանշիր, Ղարաբաղի ինքնակոչ Խան Փանախի կորը։ Ծնվել է 1877 թվականին Ելիզավետպոլի մարզի Ազատ Կարակոյոնլու գյուղում։ 1906 թվականին ավարտել է Ֆրայբուրգի Լեռնարդյունաբերական ակադեմիան, ինչից հետո աշխատել Բաքվի նավթարդյունաբերական ոլորտում։ 1907 թվականին անդամակցել է հակակառավարական ազգայնական Դիֆայի գաղտնի կազմակերպությանը։ Ռուսական կայսրության փլուզումից հետո զբաղեցրել է մի շարք բարձրագույն պաշտոններ, այսպես կոչված Ադրբեջանական ժողովրդավարական հանրապետության կառավարությունում։ 1918 թվականի հունիսի 17-ից նշանակվել է Մուսաֆաթական Ադրբեջանի ներքին գործերի նախարար եւ այդ պաշտոնում կազմակերպել Բաքվի, Շուշիի, Ելիզավետպոլի հայության կոտորածները։ Ցուցաբերած դաժանության եւ անթաքույց հայատյացության համար ստացել է Ադրբեջանի Թալիաթ մականունը։ Բեհբուդ Խան Ջավանշիրի մահվան դատավճիռը իրականացնելու օպերացիան ստանձնեց Նեմեսիս ծրագրի անդամ Միսակ Թորլաքյանը։ Միսակ Թորլաքյան ծնվել է 1889 թվականին Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթի հայաբնակ Քուշանա գյուղում։ 1904 թվականի Սասունի կոտորածներից տպավորված անդամագրվել է Տրապիզոնի հայ ապստամբական շարժմանը եւ կարճ ժամանակ անց դեռևս պատանի հասակում դարձել դրա առաջնորդներից մեկը։ 1915 թվականի կոտորածների արդյունքում կորցրել է իր ողջ ընտանիքն ու Գերդաստանը, ինչից հետո կազմելով սեփական վրիժառուական խումբը կազմակերպել է մի քանի տասնյակ տրապիզոնցի թուրք պաշտոնյաների ու ազգայնական հրոսակների սպանությունները։ 1918 թվականին Դրոյի զորքի կազմում մասնակցել է Բաշապարանի ճակատամարտին ու ծանր վիրավորվել։
1919 թվականի աշնանը ներգրավվել է Նեմեսիս ծրագրում եւ հրահանգ ստացել կազմակերպելու Մուսաֆաթական Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի ոչնչացման գործողությունները։ 1921 թվականի հունիսին Միսակ Թորլաքյանի խումբը ժամանեց Ստամբուլ, որտեղ պիտի իրականացներ անվանի ազերի ազգայնական գործիչ պանթուրանիզմի գաղափարաբան Ահմեդ Բեկ Աղաևի մահվան դատավճիռը։ Սակայն ծրագրերը փոխվեցին, երբ պարզ դարձավ, որ նույն օրերին Թուրքիո մայրաքաղաքում էր գտնվում Ադրբեջանի թալիաթը։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո ադրբեջանական բոլշևիկների պարագլուխ Նարիման Նարիմանովը հոգ էր տարել, որ ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ Խան Ջավանշիրը ոչ միայն չհետապնդվի նոր ռեժիմի կողմից, այլև նույնիսկ նշանակվի ԱԽՍՀ առևտրի կոմիսարի բարձր պաշտոնում։ Հենց այդ կարգավիճակով էլ Ջավանշիրը ժամանել էր Ստամբուլ, ըստ որոշ տեղեկությունների վերաբաշխելու այստեղի բանկերին պահ տված Բաքվի ու Ելիզավետպոլի հազարավոր հայ ընտանիքներից կողոպտված ունեցվածքն ու ինչքը։ Նեմեսիս ծրագրի անդամներ Երվանդ Ֆունդուկյանի եւ Հարություն Հարությունյանի ծավալած հետախուզական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ Ադրբեջանի թալիաթը իր ընտանիքի եւ երեխաների հետ բնակվել էր Ստամբուլի Բերա Պալաս շքեղ հյուրանոցում եւ տեղաշարժվում էր քաղաքում 6-7 հոգուց կազմված տիկնազորով ու 2 ավտոմեքենայով։ Հաշվի առնելով նման պաշտպանական միջոցառումները, վճիռ կայացվեց սպասել այնքան, մինչև թիրախը կկորցնի զգոնությունը եւ մի օր անպայման վրիժառուների լարած թակարդը կընկնի առանց տիկնազորի։ Եվ այդ առիթը շուտով ընձեռվեց։ Միսակ Թորլաքյանը Բեհբուդ Խան Ջավանշիրի մահվան դատավճիռն իրականացրեց 1921 թվականի հուլիսի 18-ի ուշ երեկոյան, երբ վերջինս բացառապես հարազատներով շրջապատված զբոսնելու էր դուրս եկել Ստամբուլյան Մարդաշատ Պտիշան այգի։ Մոտ վազելով նրան Թորլաքյանը 4 գնդակ է արձակում բարձրահասակ ու ֆիզիկապես ամուր կազմվածք ունեցող Ջավանշիրի ուղղությամբ։ Վերջինի մահը սակայն արձանագրվել է արդեն հիվանդանոցում, որի ճանապարհին Ադրբեջանի թալիաթ հասցրել է շշնջալ ոստիկաններին հետևյալ բառերը. «Ես անձնական թշնամի չունեմ, ինձ սպանեցին հայերը»։ Միսակ Թորլաքյանը չհասցրեց լքել սպանության վայրը եւ ձերբակալվեց վրա հասած ֆրանսիական ոստիկանության կողմից։ Նրա դատավարությունը, որ վարեցին Ստամբուլի բրիտանական ռազմադատական ատյանները, ընթացավ 2 ամիս։ Թորլաքյանի հայ փաստաբան Հմայակ Խոսրովյանը ընտրել էր Սողոմոն Թեհլերյանի դատավարության ընթացքում կիրառած պաշտպանական մարտավարությունը, որի արդյունքում բրիտանացիները կայացրեցին Բերլինյան դատավարության արդյունքին համանման վճիռ։ Թորլաքյանը մեղավոր է սպանության համար, բայց իր ընտանիքի, հարազատների ու հայրենակիցների կորուստի արդյունքում ձեռք բերած հոգեխանգարման պատճառով պատասխանատու չէ այս հանցանքի համար։ Միսակ Թորլաքյանը ազատ արձակվեց Ստամբուլի բանտից եւ 1 ամիս անց մեկնեց Հունաստան։ Նեմեսիսի սրբազան ուխտով մահվան արժանացած դահիճների ցանկում ավելացավ Ադրբեջանի թալիաթի Բեհբուդ Խան Ջավանշիրի անունը։